Անդրադառնալով դատախազների աշխատավարձերի բարձրացմանը 311 միլիոնի մասին է խոսվում, ձեր ելույթներ նաև լսելով ու կդրելով, ձեր գնահատականը կուզենայինք նորից հնչեցնեիք, ինչպես եք սրան վերաբերում հիմնական պատճառաբանությունը թե իշխանական կողմից, թե նաև իրավաբանների կողմից, այն է թե դա համահարթեցում է, օրենքների համապատասխանելիություն է, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Իմ կարծիքն այն է, որ համահարթեցման արդյունքում առանց այն էլ բարձր սոցիալական խավին պատկանող դատախազները, քննիչները եւ մյուսները էլ ավելի վատ են գիշերները քնելու, որովհետեւ 1 միլիոնից ավելի աղքատություն ունեցող երկրում ոչ համահարթեցմամբ, ոչ որևէ այլ տրամաբանությամբ հնարավոր չէ հիմնավորել 311 միլիոն տրամադրելը կրկնում եմ առանց այն էլ սոցիալապես ամենևին էլ շատ մեղմ ասած ոչ ցածր խավին պատկանող մարդկանց համար։ Եվ ճիշտ նկատեցիք, ելույթումս նշել եմ, թե ինչ կարող էր դրա փոխարեն արվել։ Եվ ուղղվել սոցիալական ոլորտին, որովհետև կան մարդիկ, որոնց համար ուղղակի օր անցկացնելը խնդիր է, տարականորեն օր անցկացնելը խնդիր է։ Վերջին հաշվով առնվազն կարելի էր կազմակերպել որևէ ձեռնարկատիրական գործունեություն դրանով ապահովել աշխատատեղեր։ Իսկ ընդհանուր առմամբ, որ երրորդ տարին է ես խոսում եմ ազգային ժողովի ամբիոնից եւ բոլոր այլ հարթակներից։ Անհրաժեշտ է շատ կտրուկ անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի։ Ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ է տնտեսել բացարձակապես բոլոր հնարավոր ոլորտներում։ Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նույնիսկ առաջարկեցի մեր սեփական օրինակով 1 միլիարդի չափով կրճատել падգամավորների պահպանման ծախսեր կոչվող հոդվածից, որտեղ մի շարք, այդ թվում աշխատավարձների մասով ծախսեր են նախատեսվում, եւս 1 միլիարդ կառավարության կաբինետից, այսինքն նախարարների ծախսերից եւ ուղղել այն առաջնային անհրաժեշտության ոլորտներին, այսինքն սոցիալական ոլորտին նախ եւ առաջ, որովհետեւ այսօր հատկապես նման մեղմ ասած համեստ բյուջե բերելիս պետությունը պիտի մտածի ամենաառաջին հերթին բոլոր հնարավոր տեղերում տնտեսում անելու մասին այս պարագայում 311 միլիոնով բարձրացնել դատախազների աշխատավարձը իբրև ինչ, որ համահարթեցման տրամաբանության մեջ է տեղավորվելու, սա ես չեմ հասկանում։ Ասես, համահարթեցում ասելով այդ անվան, այդ ձևակերպման տակ, որն է իրական նպատակը, այսինքն դատավորների աշխատավարձը բարձրացնելով, արդյոք դրանով մենք ապահովում ենք արդարադատություն, եթե այդ տրամաբանությամբ են փորձում շարժվել, դատախազների աշխատավարձի բարձրացմամբ ևս կարողանան այդ ցանկալի արդարադատությունը ապահովել։ Ազնվության մակարդակ բարձրացնելով կարելի է ապահովել արդարադատության մակարդակ իր հերթին։ Ես չեմ հավատում, որ մեր երկրում տիրող պետական կառավարման համակարգում, արդարադատության համակարգում տիրող մտածողության պայմաններում աշխատավարձի որևէ բարձրացում կարող է լուծել արդարադատության մեջ առկա խնդիրները։ Իրավահավասարության խնդիրը, օրենքի կիրառելիության անխտիր բացարձակ կիրառելիության խնդիրը, հավասարանաչառ մոտեցումը մարդկանց խնդիրներին, տարաձայնություններին եւ վեճերին։ Ես չեմ հավատում։ Դա նպաստող հանգամանք կարող է լինել, բայց դրա մասին կներեք կխոսենք, երբ որ աղքատ մարդիկ այն էլ 1 միլիոնից ավելի թվով երկրում չեն լինում։ Որպես падգամավոր ես ներկայացնում եմ իմ օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում սոցիալական ոլորտին վերաբերող, հանդես եմ գալիս ելույթներով, իրականացնում եմ վերահսկողական գործառույթ եւ փորձում եմ ազդել իրավիճակի վրա։ Ուզում եմ հուսալ, որ գալիք ընտրությունների ժամանակ մեր համաերկրացիները կհիշեն բոլոր նրանց, ովքեր համահարթեցնում են առանց այն էլ լավ ապրողների աշխատավարձները, ովքեր վատնում են պետական միջոցները, ժողովրդի առանց այն էլ ծակ գրպանից գոյացող պետական միջոցները վատնում են արարողակարգային ծախսերի վրա, լիմիտավորված ու չլիմիտավորված վառելիքի, ծառայողականների, ուղևորությունների եւ այլ ուրեմն հետաքրքիր զվարճալի գործունեություն իրականացնելու վրա եւ այլն։ Այնուամենայնիվ մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որում բարոյական չէ նման դրսևորումը, սկսենք նախ եւ առաջ նրանից։ Արդյունք եւ որակ կարելի է ապահովել պետական կառավարման համակարգում, առավել եւս արդարադատության մեջ, միայն այն պարագայում, երբ պատիժը, ընդ որում խիստ պատիժը ու անխուսափելիորեն անպայման վրա կհասնի նրա գլխին, ով իրեն թույլ կտա կաշառք վերցնել, անարդար կերպով դատել, ապօրինություններ թույլ տալ, անորակ
ծառայություն մատուցել այդ ոլորտում իր հերթին մեր երկրի քաղաքացիներին։ Երբ որ կլինի անխուսափելի ու խիստ պատիժ, այն ժամանակ մենք բոլորս կզարմանանք, թե ինչպիսի որակի կտրուկ բարձրացում տեղի կունենա, այդ թվում արդարադատության համակարգում։ Ես չեմ հավատում, որ կաշառակերին, գողին, ավազակին, հանցագործին, ապաշնոր պետական ծառայողին, առավել ևս իրավապահ մարմնի աշխատակցին ավելի լավ կերակրելով մենք կարող ենք դարձի բերել եւ ապահովել կտրուկ շրջադարձ արդարադատության համակարգում։